ասես։ Հոյակապա, ընտիրը։ Ու ես պատրաստ եմ նման նվերի համար քեզ շատ լավ արձատրել, նույնիսկ շնորհակալություն հայտնել։ Լսի ալիքը վայրենի գազանի նման ընկած է հետևիցս աղջկան ա ուզում։ Չտաս։ Ալիքը միլիոններ, միլիարդներ կառաջարկի, կփռի ոտերի տակ, բայց չտաս, չհամաձայնվես։ Ինքը չգիտի, որ մենք երկուսով ենք, ու դրան մենք հանգիստ ծնկի կբերենք։ Լսի Վալեր, ինչ եմ ասում, ես ուզում եմ, որ այս ամենը շատ արագ արվի, որովհետև այդ անասուն ընկած է հետևիցս։ Ես քեզ ախրանա կտամ։ Որա դու ոնց ես հասկանում, որ ես իմ մասին չեմ մտածում։ Ինձ ախրանա պետք չի, ես ինձ կարամ պաշտպանեմ։ Իմ սաղ դարդուցավս աղջիկս է։ Արագ կգործեք։ Ինքը չգիտի, որ մենք միասին ենք։ Իսկ այ աղջկատ ռիսկ չի անի հիմա ձեռք տա։ Կվախենա։ Իսկ երբ ցանկություն առաջանա, մենք արդեն ամեն ինչ արած կլինենք։ Դու լավ հուսադրող խոսում ես։ Ասածներդ հիմք ընդունեմ։ Ես երբեք սենց վստահ չեմ եղել։ Լավ, մի դե ասա տենամ ոնց ենք անում, որտեղից ենք սկսում։ Սկսում ենք սկզբից ու գործում ենք մտածված։ Ես անգամ տեսագրություն ունեմ։ Ինչ տեսագրություն։ Վաղ կինոդիտում կկազմակերպենք։ 18-ից բարձր։ Ես Վլադին առաջարկեցի, որ մի անգամից մնաս այս տանը, ուրիշ տեղ չտանի, բայց չհամաձայնվեց։ Չէ, ոչ թե չհամաձայնվեցի, այլ կարծում եմ հարսանեկից հետո ավելի ճիշտ կլինի, չէ՞։ Հա, ճիշտ ասած, ես էլ եմ տենց մտածում, որ տենց ավելի ճիշտ կլինի։ Ոնց հասկանում եմ, մեր երիտասարդները ավանդական ձևերով են շարժվում։ Թեպետ մեր օրերում ով ոնց ուզի, ում ինչպես հարմար է, այնպես էլ ապրում է։ Ես էլ եմ գիտեք այդպես կարծում։ Կյանքը մի անգամ մտրված։ Պիտի ապրենք այնպես, ինչպես մեզ է հարմար։ Մարթա, չես ուզում գնալ երեխեքի մոտ։ Հա, իհարկե, եթե դու ուզում ես կգնամ։ Որպեսզի զերծ մնանք ավանդական ծեծկոտուքից ու գոռոցներից, առաջարկում եմ ոնց եկել ես, տենց էլ գնամ։ Ուր է երեխես։ Իրա տանն է։ Տվեք երեխուս։ Քեզ երեխա տալու չկա։ Երեխուս բերեք, քանի ձայնս չի բարձրացել։ Դու երեխուն չես ստանա, ձայնդ էլ չի բարձրանա, որովհետև ես տենց եմ ուզում։ Թե դիցուհի տա տենց ուզում։ Կարմեն Սիտա, ուզում ես արի գնամ դրսում մի քիչ զրուցենք, հա, Ազիզ ջան։ Դու մի կողմ գնա, հա։ Դու էլ ծախվեցիր այդ ծախված։ Լսի աղջիկ ջան, ես այս տանը սկանդալներ չեմ սիրում, դուրս գնա։ Կարմեն, երեխեքը քնած են։ Արի չարտնացնենք, հա, իրանց։ Ձայնդ չլսեմ։ Քեզ ինչա թվում ես գիժեմ, թե դուք ձեզ բոլորդ խելոքի տեղ դրած ինձ էլ գժի ուզում եք կառավարել։ Կարմեն, ամոթ է։ Գնում ես, թե քեզ դուրս շպրտեմ։ Ինչ շդիպչես։ Գնա սիրելի ծեծի, եթե այդքան ուժեղ տղա ես, թե ինքը նուրբ հայրան չի կարելի կպնել։ Աղջի մեկ թող դուրս արի, ինձ մի ստիպի ուրիշ քայլերի դիմել։ Մի բան էլ դու ասա, համավոր հարսիկ, դուրս արի դերիցդ։ Դավայ դուրս եկար։ Վլադ, թող ինչ ուզում ասի, հա, ինձ համար արդեն մեկ է։ Բայց ինչ ողորմելի ես։ Մեկ է, հա, քեզ համար մեկ է։ Հա, դու բոլորիս համար մեկ ես, գնա կյանքդ դասավորի ոնց ուզում ես, հոգնեցինք արդեն։ Ես առանց իմ երեխու ոչ միտեղ չեմ գնալու։ Երեխեն մնալու է ստեղ, իսկ այ դու ստեղ անելիք չունես։ Երեխուտ մասին մտածող էիր, անտերը դուրս չթողնեիր։ Թե խորենին տեսել ես, արդեն մոռացել ես երեխուտ մասին։ Դու կարող ես խանդում ես ինձ։ Թե չէ դու երբ էիր երեխուտ մասին հիշել։ Ես քեզ խանդեմ։ Գնալով վիճակը վատանում այս աղջկա։ Տեսնես իրա ծնողները գիտեն։ Կարմենի այցը սպասելի էր։ Հա, բայց տեսակ ոնց պահեց իրեն։ Քիչ էր մնում ինձ դուրս շպրտեր տանից։ Ադանը ոնց ես։ Գնաց։ Ուղարկեցի։
ես իրան պիտի ստանամ։ Աղջիկը մեռել է։ Չի մեռել։ Նա ողջ է, իսկ մարդիկ ոչ։ Ով է մեղավոր։ Դու Այս պատերազմը դու սկսեցիր։ Քեզ մոտ ինչ-որ մարդիկ են մեռել։ Իսկ ես Սլավին կորցրեցի։ դու Ժանո ունես։ Մյուս անգամ այդ անունը չլսեմ։ Մյուս անգամ այդ անունը քո շուրթերից դուրս չգա։ Չկա ու պարզ չի թե ետ կլինի։ Ինչի պետք է միացնես, որ լև։ Մարդուց ազատվելու լավագույն միջոցներից մեկը հեռախոսը անջատելն է։ Հույսով արեց, թե հիմա նստի ու սպասի։ Կասես մյուս անգամ հետս շատ զգուշ լինեն, թե չեք սատկացնեմ դրանց։ Կոպիտ են վարվել հետդ սրտիկդ նեղվել է։ Ես սիրտ չունեմ ու շատ անկանխատեսելի եմ։ Լավներ, Ինչի։ Դու սիրտ ունես։ իսկ ըստ քեզ Դու իծնե չես ունեցել։ քոնը սկզբից եղել է, հետո ես կորցրել։ Չէ, գողացել են։ Պապատ Ինչի ես ինձ կանչել ստեղ։ նստիկ իմանաս։ Չլսեցիր։ Անես չես ասում, որ լսեմ։ Ինձ մի բան պետք է խնդրեմ, որ ես անեմ։ Պրինցիպներով ես ապրում, հա։ Ես ինձ հարգում եմ։ Ու ստիպում եմ, որ շրջապատնել հարգի։ Նստի խնդրեմ։ Կարմենը չէր խափում, երբ ասում էր, որ դու ու աղբերդ մենակ դեմքով եք իրար նման։ Ես աղբեր չունեմ։ Ունես, Խառնում ես։ ճիշտ էլ անում ես, որ Վլադին որպես աղբեր չես ընդունում։ Ու ինչի համար եմ ես ստեղ։ Որ Վլադից խոսանք, թե Կարմենից։ Ինձնից ու քեզնից։ Մենք ընդհանուր բան ունենք։ Աներփեսա ենք խաղալու։ Շատ ոգևորվեցիր։ Ձեռ չի տալի կարամ գնամ։ Ուր գնաս։ Այնքան բան ունենք խոսելու, հարցեր ունենք որոշելու։ Սկզբից ասում եմ, ես հարսանիք չեմ ուզում։ Ինչ հարսանիք այդ տղա։ Դե աղջիկը շատ է ուզում հետս ամուսնանա, բայց իմ մտքին հարսանիք բան չկա։ Ես տենց բաների սիրահար չեմ։ Լրջացանք։ Մի առթավորվի ու ինձ լսի։ Իմ հետ նման տոնով չի կարելի խոսալ։ Դե ուրեմն դու էլ չափդ մի անցի։ Ես գնացի։ Մնացիր։ Մնում ես։ Որովհետև մենք դեռ ծրագրեր ունենք մշակելու։ Կոնյակ խմում ես, թե դու սենց թիթիզ-միթիզ բաներ չես սիրում։ Ասա թող բերեն։ Դեպքերի նման շրջարդարձ միայն ֆիլմերում կտեսնես ու չես հավատա։ Հալիկի մեռած սիրուհին, Հալիկի կործանման զենքը գտնվում է պալաչի ձեռքին։ Կիսով չափ նաև իմ ձեռքին։ Պետք է արագացնել։ Քանի դեռ իմ ու պալաչի միավորման լորը չի հասել ականջիդ չաղկալ։ Անգամ պալաչը կարա փոշմանի։
Անդի աղբորը գտնեմ ու տանեմ հուշակի մոտ։ Ես պետք է գտածս թելը ձեռիցս բաց չթողնեմ։ Ինչ մտածեցիր։ Որ պետք է արագացնենք։ Արա հանդիպման ժամանակ ասեցիր։ Հիմի նոր ինչ ես մտածել։ Պիտի դիակը հանենք։ Որտեղ ես թաղել։ Մարդու խիղճն չի տալիս։ Հանգիստ չենք թողնում այդ աղջկա դիակը։ Անթե։ Այդ աղջկա հոգին ու մարմինը կհանգստանա այն ժամանակ, երբ ալիքը իր արժանի պատիժը կստանա։ Լսի պետք է ամեն ինչ մանրամասը մտածած լինենք։ Էսի մի հատ շանս է, եթե ձեռներիցս բաց թողենք, վсё։ Դե կսկսենք դիակը հանելուց։ Երբ մեր ձեռքում կլինի, ես գիտեմ ինչ կանենք։ Հələ հաշվի որ ձեռքումը տա։ Ինչ ես անելու։ Ինձ պետքա որ արագ ալիքը հայտնվի Բերդում ու անվերադարձ։ Դա մեր երկուսի ցանկությունն է։ Որ ալիքը ճաղերի ետևում հայտնվի։ Հա, իմիջիալոց, այդ ինչ որ ասում եք կինո մինո պետք է նայենք, ինչ անենք։ Այդ երբ ենք նայելու։ Ամեն ինչ հերթով։ Սկզբից ես պիտի ալիքի հետ խոսեմ։ Արա հա գլխի գցես, որ մեզնից առաջ անցնի, հա։ Ու նորից սկսի վրեկներս ծիծաղալ, արա։ Ու ես արդեն զղջում եմ, որ քեզ ինչ որ բան եմ ասում։ Պարկոցնեմ ձեզ քնոցնեմ, հա։ Իլ չեք խաղում իրար հետ։ Ջան։ Ջաննետի։ Ադամ, սիրելիս ինչ ես կանգնել այդտեղ, Վիրսարի։ Գլուխ հանում ես երկուսի հետ։ Մի քիչ դժվար է, բայց փորձ եմ ձեռք բերում, կարևոր է։ Հեսա արագ պարկացնեմ ու դուրս գամ, լավ։ Հազիվ պարկացրի։ Գիտես չէ, Ադամ, ես մի երեխայով չեմ սահմանափակվելու։ Մենք երկրորդն ենք ունենալու, երրորդն ենք ունենալու։ Մարդը երկնքից ցածի չի։ Հա ճիշտ է, սիրելիս, ես քո կողքին ինձ երկնքում եմ զգում։ Մենք չենք կարող երեխա ունենալ, որովհետև մենք միասին չենք կարող ապրել։ Լավ էլի, Ադամ, ինչ ես այդպես ասում, ախր մենք միասին ենք, մենք սիրում ենք իրար։ Ու չասես չէ, ես չեմ հավատալու։ Գիտես, կինը զգում է, երբ տղամարդը սիրում է իրեն։ Ու նաև հակառակը։ Մարդը ես չեմ ուզում քեզ նեղացնել, բայց արի քաղաքակիրթ մարդկանց նման նորմալ հարաբերություններ պահպանենք, որ երեխան դրանից չտուժի։ Լավ էլի, Ադամ, ինչ ես մեզ բաժանում։ Այդպես արդար չի, այդպես ճիշտ չի։ Ես գիտեմ, Վլադն է քեզ տրամադրում իմ դեմ։ Շատ է փոխվել։ Ես նրանից չի սպասում։ Դարձել է դաժան ու եսասեր։ Միայն իր մասին է մտածում։ Մարդը մտածի ոնց ես խոսում տխուս մասին։ Ես հոգ եմ տանում քո թորնիկի մասին։ Ոչ մի ավելորդություն ինձ թույլ չեմ տալիս։ Նորմալ ինձ պահում եմ։ Իսկ ինքը ամեն ինչ անում է, որ քեզ տիպի ինձնից հրաժարվես։ Ես իմ խելքը ունեմ, ու ես գիտակցում եմ, որ մենք միասին չենք կարող ապրել։ Եթե խնդիրը այս տան մեջ է, ես քեզ 10 անգամ ասել եմ, արի գնանք ուրիշ տուն, միայն թե միասին ապրենք։ Նորից մի սկսի։ Ադամ, բա ես մեղք չեմ։ Ասա ինձ, մեղք չեմ։ Լավ, հետո կխոսենք։ Դու երեխեքով զբաղվի։ Տեսար։ Այս անգամ ես խնդրեցի, որ Ադանեն մնա այս տանը։ Ես։ Հա, ես ներկա էի Մարթա ու ամեն ինչ տեսա, լսեցի։ Մեկը մնալու եմ։ Սա իմ տունն է։ Ու ինձ հիմա ավելի ձեռնտու է Ադանեի հետ լավ լինել, քան են գժի։ Ինչ ա եղել։ Ես դու մենակ ես, մամա։ Բա մնացած ուր են։ Բոլորին կանչի, մամա։ Բոլորին կանչի, թող գան այստեղ տեսնեն։ Թող տեսնեն իմ վախճանը։ Մի հատ կապի հրավիրի, հա։ Ասում եմ, կանչիր բոլորին։ Ես էլ հարցնում եմ, ինչի համար։ Որ տեսնեն, թե ինչպես եմ ինքնասպան լինում։ Հիմար։
Սավսեմ խելքդ թրծրել ես։ Ու ասեմ, ես ձեր պատճառով եմ ինքնասպան լինելու։ Եթե մի անգամ էլ այդ բառը կրկնեցիր, ես քեզ կսպանեմ։ Ես երեխուս էի ուզում, իսկ Վլադն ինձ չտվեց, դուրս շպրտեց։ Դու պիտի տեսներ ինչ ջեր մթնոլորտ էր այնտեղ։ Վլադն իր նոր կնոջ հետ այնտեղ նստած, միակ խորթը իմ տղեն էր։ Ուզեցի, բայց չտվեցին։ Ինչ ես ուզում այդքանից հետո։ Ինչի էր մենակ գնացել։ Վայ մամա ջան, ուզում էիր գայիր, բաս էիր տանեի հետս։ Կարմեն Սիտա, հիմա գնում ես Սարը Լոգան քեզ ընդունում, հետո մենք կխոսենք։ Հա մամա, Սարը Լոգան կընդունեմ, ձեր ձեռքով, իմ մեռնելուց հետո։ Ես ուզում եմ իջնել մեքենայից։ Հասկացանք, քիչն ես։ Կհասնենք տեղ, կհանձնեմ Ժանոին քեզ։ Ոչ, հիմա։ Կապրիզներ մի արա։ Ձեզ տեսնեն արդեն իսկ զզվելի է։ Էլի ուր մնաց ձեզ այդ ճանապարհ գնալը։ Դու գոնե հասկանում ես, որ իմ շնորհիվ ես ողջ։ Իսկ ում շնորհիվ էի գերի ինկել։ Ես կարծում եմ, որ դուք եք ինձ փախցրել։ Ես զարմանում եմ։ Ես ինչ աղջիկների ա գնում կպնում Ժանոն։ Դուք ինձ գողացել եք ու հիմա էլ վերադարձնում եք, որ Ժանոյի աչքին բարձրանաք։ Լավ, վերջ։ Արդեն ուրախանալու չի ասածդ։ Ճիշտ բան եմ ասում, որտեղից ուրախանալու կլինի։ Եթե նման արտահայտություն թույլ տաս Ժանոյի մոտ, հաստատ կզղջաս։ Ես ձեզնից չեմ վախենում։ Օհո, չեմ վախենում։ Եթե Ժանոն չլիներ, Ինչ, միանգամից ինձ կսպանեիք, չէ՞։ Ժամանակ չէիք կորցնի։ հա, Դե սպանեք։ Ոնց որ հորը սպանեցիք։ Վերջ մամա։ Միայն ես ու դու ենք ոնց հասկացա։ Կարամ սկսեմ։ Զանգում եմ հորդ։ Զանգի։ Բայց միայն ասա թող արագ հասնի, որ ինձ չուշացնի։ Մի րոպե, բա Արամիկն ու Մոնիկան, ես ուզում եմ, որ իրանք էլ ներկա լինեն։ Ներկա լինեն, որ ինչ տեսնեն, ոնց ես վերջնականապես ցնդել։ Մամա, սա դարի ներկայացումն է։ Ու այս ներկայացման տոմսերը շատ թանկ արժան, այնպես որ գոհ եղիր, որ անվճար ներկա ես։ Մտածում ես որտեղից եմ կախվելու։ Մի մտածիր, պապան բոլոր հարմարությունները ստեղծել է դրա համար։ Պապան նաև ստեղծել էր բոլոր հարմարությունները ապրելուն, լիարժեք ապրելուն։ Ու ես ապրեցի լիարժեք, ձանձրացա, հոգնեցի կյանքից, հիմա նոր հետաքրքրություններ եմ փնտրում։ Մահվան մեջ ես ուզում, հա, գտնել հետաքրքրությունը։ Դե մենակ է չեմ փորձել մամա, կփորձեմ, դուրս չկա հետ կգամ։ Բայլում ես սպասում, գնա, կախվի, ինքնասպան եղի։ Էդ ինչի ես սպասում, ում ես սպասում, ժամանակ մի կորցրու։ Նա պիտի ներկա լինի մամա, ես նրան եմ սպասում, միայն նա կգնահատի իմ ես քայլը։ Վայ, ես սրա հետ կգժվեմ, գլուխս արդեն տրաքում է, աղջի դու ես ինչ անեց քեզ, ում մասին ես խոսում։ Խորենի մամա, խորենի, ճիշտ է ես ձեզ չեմ ծանոթացրել, բայց իմ մահը շատ լավ առիթ կլինի, որ դուք ծանոթանաք իրար հետ։ Լավ, եթե դահլիճը լիքն է, ու ես էլ հանդիսատես չունեմ, սկսեմ։ Դահլիճը դատարկ է, մենակ ես եմ, լմյատի չի, արի քեզ բան ունեմ ասելու։ Ասա մայրիկ, վերջին անգամ ինձ քո կամքը թելադրիր։ Արի ասեմ։ Ես բեմի վրա եմ, նեղություն քաշի դու մոտեցի։ Հա? Ես մոտենամ։ Այո մայրիկ, մահացողի կամքը սուրբ է, մոտեցիր, որ հետո սրտի դարդ չլինի։ Հերիք եղավ, հերիք եղավ, հերիք եղավ։
Ապրողների ցանկությունն էլ պիտի հաշվի առնես, դե հիմա ռադդ քաշի, գնա կախվի։ Ու կգնամ։ Ուր եք տանում։ Գլուխս տարար արդեն այնքան խոսացիր։ Տանում եք մի խուլ տեղ, որ գլուխս ուտեք, չէ։ Ճիշտ եմ, չէ։ Արա մալադետ Ժանոին, որ քեզ այսքան դիմանում է։ Ես կասեի մեղք է Ժանոն, որ ձեզ նման։ Ժանոն երջանիկ է, որ ինձ նման հայր ունի։ Հոգնացիր սպասելով։ Ոնց որ հույսդ կտրել էին, հա։ Ավտոյի մեջ է։ Մտածում էր տանում եմ գլուխ մոտը։ Գնա տես կարող է հույսով հավատով լցվի։ Ինչա վիճակդ։ Ավելավա իրան հարցնես։ Լավ, մտածում եմ ես եմ հրամանվել, որ փախցնեն, ավելի լավ կլինի մտնեք տուն, բացատրես հասկանա, եթե կհասկանա իհարկե։ Ժանո պատկերացնում ես, ուզում էին ինձ սպանեին։ Մտադիր էին ինձ սպանեին, լսում ես։ Հարկ Աստծո չեն սպանել։ Աստես ինչ օրն են գցել։ Լավ, արի մտնենք տուն կհանգստանաս կպատմես։ Այնով է գալիս, այնում եմ ես տեսնում, եկ իմ անուշ ու քաղցր քույրիկ, ես գիտեի, որ դու այս պահը բաց չէիր թողնի։ Ինչ է կատարվում։ Ինչ պիտի կատարվի։ Քուրդ ոնց որ գժանոցից փախած գիժ լինի, չես տեսնում։ Հեսա կկատարվի։ Մոնիկա, հիմա դու ինչ ճիշտն ասա։ Մաման չի չէ քեզ զանգել։ Ինա դու չի զանգել, որ դու չգաս ու չվայելես այս պահը։ Ինչ պահ։ Համոզվեցիր, որ վտանգավոր գժի հետ գործ ունենք։ Որոշել եմ ինքնասպան լինել։ Ու տանը։ Որ պատժեմ ձեզ։ Էլ ձայնդ լսել չեմ ուզում։ Արդեն զսվեցի։ Գլխիս ցավը բռնեց։ Երեսը տեսնել չեմ ուզում, մոնի սրան տարես դերից։ Իսկ ձեզ թվում է ես եմ ուզում ձեր երեսը տեսնել, հա։ Ես այնքան եմ զզվել ձեզնից, որ ուզում եմ ինքնասպան լինել։ Ну да, тяжелый случай, բայց մտածում եմ ինչի հետ կապեմ էլի այս վիճակը։ Վրոդի ոչ գարունա, ոչ աշունա, սեզոնը չի էլի սրացման։ Հիմա իրար գզեք։ Երկրորդ սերիան կլինի, давайте։ Տեսար մամ ջան, մոռացավ աղջիկդ ինքնասպանության մասին։ Ինչ ինքնասպանություն։ Ու դու հավատում ես, որ ինքը ուզում էր ինքնասպան լիներ, հա։ Հա, ուրեմն դուք չեք հավատում, հա ինձ։ Դուք չեք հավատում, որ ես ուզում եմ ինքնասպան լինել։ Ուրեմն ուզում ես ինքնասպան լինել, հա Կարմեն։ Դե ում ես սպասում։ Ինչի ես ցկում։ Մենակ խնդրում եմ ասա տան պայմաններում դա ոնց ես անելու։ Ես մի գիժը քիչ էր, մյուսն էլ հայտնվեց։ Հա ինչ մամ, զվարճալի է, թող ուրախանանք էլի։ Ինչն է զվարճալի։ Իմ մահն է զվարճալի ձեզ համար։ Ուրեմն դուք այդքան թքած ունեք ինձ վրա։ Բերանդ փակի ու մի արանեց, որ իսկապես թքած ունենանք։ Հոգնեցինք արդեն, վայ։ Ես հենց նոր ինձ համար բացահայտեցի։ Դուք հատուկ եք տվել իմ երեխային Վլադին, որ ես վշտից
Ինքնասպան լինեմ։ Տենց հա չէ։ Հա, կստացի, երեխեն ուրա, ինչ որ բան եմ ես բաց թողել։ Տանս դռները միշտ բաց են, բայց գնացող գալացող չունեմ, եթե սկսեք շուշուտ գնալ գալ, ես ինձ երջանիկ կզգամ։ Ճիշտ ասած Ադանեն շատ էր ուզում գար, մի քիչ տրամադրություն չուներ, ես էլ որոշեցի այս ձևով տրամադրությունը բացեմ։ Ապրես լավ ես արել։ Լավ ես, բապ։ Այ բալջան, մի որ եկել եք, ես ինձ շատ լավ եմ զգում, եթե մի հատ էլ սեղան դնես, մի կտոր հաց ուտենք միասին, ես ինձ աշխարհի երջանիկը կզգամ։ Բա դու խնդիր ունես, բապ ջան։ Դե դուք նստեք, ես գնամ տեսնեմ ինչ եմ անում։ Աղջի բա որ ես ասում եմ հաց սարքի խես, ասում գնանք ռեստորան։ Հենց սրանն է, սուտ խոսան։ Ես։ Այո, դու երկու օր առաջ կարծեմ ես քեզ ասեցի, որ հերիքա դրսերում հաց ուտենք, թե չէ հաց սարքել չեմ սովորի, սուտ է ասում։ Դու տենց բան ես ասել, ես մոռացել եմ։ Հա դու ամեն ինչն էլ մոռանում ես։ Դե լավ, աշկիս ես էլ այսօր աշխարհի ամենաերջանիկ մարդկանց շարքում լինեմ, որովհետև ես էլ քո սարկած հացը վերջապես կուտեմ։ Վայ։ Վայ, նենց եք ասում, ոնց որ ինձ էլ բարձրակարգ խոհարար եմ։ Պապուսում տանը բանման կա, չէ։ Գալես ամեն ինչ էլ կա, արի ցույց տամ, որը որտեղից հետո է։ Արի։ Բացվեց տրամադրությունը։ Հա, քիչ-քիչ անցնում է։ Բայց տեսա թե ես ինչքան ճիշտ էի։ Որ հարցում։ Դա այն հարցում, որ Կարմեն երեխու հետևից մեկա գալու է։ Բայց տեսար Կարմենի գալը ինչ ավարտ ունեցավ։ Հա։ Ու դա ինձ դուր չեկավ։ Մենակ չասես Կարմենը մեղք է, Կարմենը մայրը։ Չէ, չեմ ասի։ Որովհետև Կարմենը մեղք չի։ Ինքը շատ ագրեսիվ ու վտանգավոր մարդ է։ Ամենայն դեպս դու ոչ վախենալու բան ունես, ոչ էլ մտածել։ Դե հա, բայց դա մեկա հաճելի չէր այդ տեսարանը։ Լավ, հասկացա։ Ուղղակի աշխատի մոռանաս, լավ։ Ադանը ինչ եղաք։ Եկա, պապ։ Լավ, գնա, ուրել եմ ասում, աշխատի Կարմենին մոռանաս։ Նա։ Իսկ կարող ես որոշես դու ինես այսօր։ Սիրով։ Մեծագույն սիրով։ Ուղղակի բաղադրատոմս չունեմ։ Ես քեզ ասեմ։ Ուրեմն 2 ճաշի գտալ Կարմենս, լցնում, 3 ճաշի։ Կարմենս լցնում, հետո։ Կարմենս, աղջի։ Հետո։ 3 ճաշի գտալ Խորեն եւ վերջում 5 ճաշի գտալ Ալեքսե Տրակիչ։ Հետո։ Ու հետո, լավ խառնելուց հետո Ադանեի համեմունք եմ ավելացնում։ Ուզում ես միանգամից կատվածահար լինեմ։ Իհարկե։ Իհարկե, Վլադ ջան։ Դե դու ստեղ կարած լողաս, հովանաս, մինչև գանք։ Շորցիկս եմ մոռացել մեր տանը։ Մի օր էլի խնդրում եմ։ Գիտեմ, ցավոտ է, բայց պետք է դիմանաս։ Չէ, կգնամ բժշկի ամեն ինչ կանեն։ Բայց սենց հիմա թողենք որի ինչ։ Թող մաքրեմ։ Չէ, թող կգնամ բժշկի։ Ես հասկանում եմ։ Ես իմ մեղավորությունն ունեմ այս ամեն ինչում, բայց պետք չի այս ձևով բողոքը արտահայտել։ Իմ բողոքը քո դեմ չի։ Բայլում դեմ պետք է լինի։ Եթե ես եմ մեղավոր, իմ պատճառով էին քեզ տարել, ում դեմ պետք է բողոքդ լինի։ Բայց դու հարցրու ով էր տարել։ Ես գիտեմ ով է տարել։ Լևի ճուզողները, թշնամիները, որոնք նաև իմ վատն են ցանկանում։ Այդ ինքն է քեզ տենց հավատացրել, որ ինքը ճուզողներ ունի։ Ինքը ինձ չի հավատացրել։ Ինքը ասել է, տեղյակ է պահել։ Դե ուրեմն քեզ ասեմ, որ Լևը քեզ խաբել է։ Չհասկացա։ Այդ ինչի տենց ասեցիր։ Որովհետև իմ առևանգումը ինքն էր կազմակերպել։ Չհասկացա, լավ չես աղջիկ ջան։ Այդ ինչ ես խոսում։ Ոնց կարար ինքը քեզ առևանգեր, որ ամեն ինչ անում էր, որ քեզ հետ վերադարձներ։ Ժանո, ինքը դա արեց, որ քո աչքին բարձրանա։ Չմտածված բաններ ես խոսում։ Քեզ դուր չի գալիս, որ ես իրան բան եմ ասում, բայց… Հա, դուր չի գալիս, Սոնա։ Ու լավ կանես ասելուց հետ առաջ մտածես։ Թույլ մի տուր, որ ինքը քեզ խաբի։ Իսկ դու արի ինձ դաս մի տու, հա։ Ու որպեսզի ստրանից հետո հեռու մնաս նմանատիպ փորձանքներից, նախ ինձնից պետք է հեռու մնաս, մոռացի իմ մասին, մոռացի մեր կապը։
Ժանո, բայց ես ոչ մի վատ բան չասեցի։ Ինչ որ այա։ Իմ ասածը դրա հետ կապ չունի, ես այն մարդը չեմ, որ քեզ կարամ երջանք ասնեմ, դու իմ կողքին երջանիկ չես լինելու, ես ընտանիքի մարդ չեմ։ Պետք չի, Ժանո։ Պետք է, ու ճիշտ է, դու իմ կյանքում անելիք չունես, ու սրանից հետո իմ հարազատ մարդկանց անուններ չկպցնես։ Դու ասեցիր, դու համոզեցիր, որ գնամ ներկանամ, որ ծառայեմ, հիմա դրա լաց ես լինում։ Չէ, գնալը ճիշտ է տղես։ Ուղղակի, որ պատկերացնում եմ 2 տարի առանց քեզ եմ ապրելու։ Սիրտս լցվում է։ Ես չպիտի քեզ լսեի։ Չէ, դες իմ արցունքներից մի հաստվեի։ Բոլոր մամաներն էլ լացում են։ Դու պիտի գնաս ծառայես, ճիշտը դա է տղես։ Ախր մենք ոչ մեկից լավը չենք, չէ։ Ես լևից եմ նեղվել, որ խոստացավ օգնել ու չարեց։ Պետք չէր ոչ մեկի վիզ ծռել։ Թեպետ լևը հաստատ չէր մեր շիխնդրանքդ։ Քո թե իմ։ Գիտես երևի գործերով հանկել մոռացել է։ Թող ինք իրա գործերով զբաղվի։ Իսկ դու եթե ուզում ես ես նորմալ ծառայեմ գամ, պիտի ականջետև չգցես բուժումդ, պիտի դեղերդ ընդունես, նորմալ բուժվես։ Հա, բայց Ու դու իմացի, քո մասին հոգ տանելով դու իմ մասին ես հոգ տանում։ Քո լավ լինելուց, քո առողջ լինելուց է կախված իմ լավ լինելը։ կանեմ ոնց կասես։ Ու լաց մի եղի, մամ։ Չեմ ուզում դու ինձ թաց աչքերով ճանապարհես։ Մենակ այդ բառը արդեն սիրտս լցվում ոնց լավ չլինի։ Մամ, ես կգնամ 2 տարի կծառայեմ, դու էլ այդ ընթացքում բուժումդ լավ կընդունես ու ամեն ինչ լավ կլինի։ Ես կգամ ու մենք նորից միասին կլինենք, մեր բոլոր դժվարությունները հաղթահարած։ Ոնց ասես ցավը տամ։ Ոնց ասես։ Արիա խորժը։ Մերսի։ Նաև մերսի, որ հրավերես չմերժեցիր։ Ոնց ես կարողանում հաց ուտել։ Ոնց այդ հացը կոկորդս ես գնում, երբ որ գիտես, որ ջահել աղջկա կյանք ես խլել։ Ես ինչ հարց ես տալիս ամ։ Դրա պատասխանը դու ինձանից լավ գիտես։ Լսի, իմ սաղ զոհերը տարիքներած մարդիկ էին։ Ես երբեք քո նման դաժան չեմ եղել։ Ու հետո ես կին սիրող տղամարդ եմ։ Մեծ սիրուն բարգային կնամեծար, ես կնամեծար մարդ։ Ինչ պատվիրեմ քեզ համար։ Կնամեծար Ալեքս Էտրակիչ ջան։ Ախորժակ չունեմ։ Մեղքը ես եմ գործել, դու ես ախորժակդ գործրել։ Հապուկ սիրտ մարդ եմ, ուրիշների փոխարեն եմ տանջվում։ Ինչ արած Ալեք ջան։ Իմ աշխատանքն է ինձ քար դարձնում։ Ավելի լավ չի մարդ սոված մնա ու չանի այդ քո աշխատանքը։ Հա, ամեն մեկին հո չի հաջողվում քո նման մաքուր ապրել, մաքուր աշխատել։ Մաքուր չէ։ Ամբասիր։ Հայ, ամբասիր։ Ես իմ ամբողջ կյանքը ամբասիր եմ ապրել։ Մեդալի ես արժանի։ Հա, բայց ոչ քեզնից։ Դե ես ով եմ, որ քեզ մեդալ շնորհեմ։ Ես էլ կարծեցի դրա համար ես կանչել, բայց ոնց նայում եմ մեդալներս չեմ տեսնում, գեներալ։ Ասեմ ինչի եմ կանչել։ Անհամբերությամբ սպասում եմ։ Բայց եթե կանչել ես, որ քո հանցանքի մասին լռեմ, ասեմ, որ իզուր ես կանչել։ Դա իմ սկզբունքներին դեմ է։ Ոչ միայն։ Դեմ է նաև քո ապրած ամբասիր կյանքին։ Այ, մեռնեմ լեզվիդ։ Ինչ ճիշտ արտահայտություն արեցիր։ Ասեք, կանչել եմ, որ երեքով մի տեղ գնանք։ Ուր։
Միտեղ որ 3-ով կլինենք։ Այդ ովքեր են այդ 3-ը։ Ես, դու ու մեկ էլ նա ում կհանդիպենք։ Որտեղ։ Որտեղ որ կհանդիպենք։ Ու քեզ թվում է ես պիտի գամ։ Անշուշտ։ Ու ես քեզ խորհուրդ եմ տալիս, որ անպայման գաս։ Եթե իհարկե չես ուզում, որ այդ մեր 3-ի հանդիպումը դառնա համայն հայության թեման։